Բարև ձեզ։ Հայաստանն ակտիվորեն քննարկում է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որ տեղի ունեցավ հուլիսի 27-ին Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ։ Սա առաջին զրույցն է կամ առաջին շփումն է առհասարակ, որ նրանք ունենում են Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո։ Իդեպ նկատենք, որ Պուտինը այս զրույցի ընթացքում էլ որևէ խոսք չի ասել, որևէ շնորհավորանք չի հղել խորհրդարանի ընտրության կապակցությամբ։ Սա արժանանում է մեկնաբանությունների, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը այդպիսով վերաբերմունք եւ դժգոհություն է հայտնում խորհրդարանի ընտրության արդյունքից։ Հնարավոր է իհարկե, բայց նաեւ հնարավոր է, որ այդ արդյունքը պարզապես ներկայումս չի հետաքրքրում Ռուսաստանի նախագահին, որովհետեւ նա զբաղված է առավել լայն օրակարգով, առավել գլոբալ քաղաքական փոփոխություններով, որ տեղի են ունենում մեր աչքի առաջ այս ամիսների ընթացքում։ Եվ մեծ հավանականությամբ հենց դրանցով էլ պայմանավորված է այն, որ Պուտինը, այսպես ասած, կոնտակտի է դուրս գալիս Փաշինյանի հետ կամ արձագանքում է կոնտակտի դուրս գալու Փաշինյանի փորձին։ Եվ այս տեսանկյունից հեռախոսազրույցը անշուշտ շատ կարևոր լինելով եւ ուշադրության արժանի լինելով հայկական գյուղմթերքի արտահանման արգելքների թեմայի բերումով, ինչը կարևորագույն եւ ցավագին խնդիր է Հայաստանի տնտեսության համար առհասարակ եւ գյուղատնտեսության ու վերամշակման ոլորտի համար մասնավորապես, այդուհանդերձ գլոբալ քաղաքականության իմաստով ուշագրավ է Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցին անմիջապես հաջորդելու տեսանկյունից։ Եվ այս հանգամանքը դիտարժան է այն իմաստով, որ մեր տնտեսության համար ցավագին հարցը այդուհանդերձ կարծես թե ավելի շուտ ունի մանրադրամային նշանակություն հենց ավելի լայն գլոբալ քաղաքական օրակարգի համատեքստում։ Եվ սրա մասին է վկայում հանգամանքը, որ փաստացի Փաշինյանի կոնտակտի դուրս գալու ջանքը բավարարվում է հենց գլոբալ փոփոխությունների պայմաններում, այլապես որևէ այլ փոփոխություն իրավիճակի առումով կարծես թե չի էլ եղել։ Իսկ ինչով է ուշագրավ Մակրոնի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը, որին հաջորդում է Փաշինյանի նախաձեռնությունը, զանգը Մոսկվա եւ խոսակցությունը Պուտինի հետ։ Այս հանգամանքը դիտարկելու համար գնանք մի փոքր էլ հետ։ Մի քանի օր առաջ այդ հեռախոսազրույցից Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցից մի քանի օր առաջ Գերմանիա այց կատարեց Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Այդ այցի ընթացքում գերմանական կողմի հետ քննարկվեցին էներգետիկ գործակցության հարցեր, Մերցը դարձյալ խոսեց, կանցլեր Մերցը խոսեց էներգետիկ կարևորության մասին, Ադրբեջանի էներգետիկ գործընկեր լինելու կարևորության մասին։ Քննարկվեցին էներգակիրների մատակարարումների հարցը եւ այլն։ Սրան զուգահեռ Իլհամ Ալիևը խոստովանեց, որ Բաքվում տեղի է ունեցել Գերմանիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպում։ Այլ կերպ ասած ոչ թե խոստովանեց, այլ հաստատեց մամուլ սպրդած տեղեկությունը։ Եթե Ալիևը հաստատում է այդ տեղեկությունը պաշտոնապես, ապա դա նշանակում է, որ ունի Գերմանիայի եւ Ռուսաստանի համաձայնությունը այդ հարցում։ Եվ դրա մասին է վկայում, որ կողմերը կարծես թե որևէ առարկություն Ալիևի այդ հաստատումից հետո չեն ներկայացրել։ Ինչ են քննարկել Բաքվում Գերմանիան եւ Ռուսաստանը, պարզ չէ, Ալիևը հայտարարեց, թե իրեն այդ բովանդակության մասին չեն իրազեկել որևէ բան։ Բայց երբ համադրում ենք այդ հաստատումը Գերմանիայում տեղի ունեցած էներգետիկ քննարկումների հետ, առնվազն թերևս կարող ենք հարց տալ. հնարավոր է արդյոք, որ Գերմանիան դիտարկում է Ադրբեջանի միջոցով ռուսական գազի մատակարարումներ ապահովելու հարց։ Մատչելի գնով գազ, որը թույլ կտա վերականգնել Գերմանիայի տնտեսության վնասները, որ Եվրոպայում թերևս ամենամեծն են եղել ուկրաինական պատերազմից հետո, երբ զանազան տարբերակներով արգելափակվեց ռուսական գազի մատակարարումը Գերմանիա։ Այն էլ ընդհուպ հյուսիսային հոսք գազատարը պայթեցնելու միջոցով։ Մինչդեռ գերմանական տնտեսությունը էական առաջընթաց եւ զարգացում էր ապրում եւ դրանով Գերմանիան քաղաքական դերակատարության մեծ առաջընթաց էր ապրում հենց ռուսական էժան գազի շնորհիվ։ Եվ այս հանգամանքի ֆոնին կրկնեմ շատ ուշագրավ է այս երկու իրողությունները քննարկումներ էներգետիկայի վերաբերյալ եւ հաստատում, որ Բաքվում հանդիպել են Գերմանիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները։ Ահա այս ֆոնին անմիջապես Մերց-Ալիև քննարկումներին հաջորդում է Մերց-Փաշինյան հեռախոսազրույց։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արդյոք այստեղ ուներ քաղաքական խանդի
պատճառ կամ առիթ, իհարկե ուներ, եւ գուցե նույնիսկ ոչ այնքան Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդեպ, որքան հենց գերմանա-ռուսական հնարավոր կոնտակտների, շփումների, քննարկումների, որոնք տեղի են ունեցել Բաքվում։ Նույն Ֆրանսիան այսօր էական մրցակցության մեջ է եվրոպական առաջնորդության համար։ Ֆրանսիայի նախագահը պարբերաբար խոսում է այն մասին, որ Ֆրանսիան կարող է ստանձնել Եվրոպայի անվտանգության հրամանատարական դերը կամ կարգավիճակը, շեշտում է այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության միակ միջուկային տերությունն է։ Եվ հաշվի առնելով այն, որ գերմանական տնտեսությունը այս տարիներին ապրում է մեղմ ասած ոչ այնքան լավ օրեր, Ֆրանսիայի փաստարկները եւ խաղաքարտերը առավել ուժգնանում են։ Եվ այս հարցում կասկածից վեր է, որ Փարիզը Բեռլինին դիտարկում է մրցակից, եւ հիմա մրցակիցը այդքան էլ լավ վիճակում չէ։ Բայց եթե հանկարծ հաջողվի որևէ պայմանավորվածության գալ Ռուսաստանի հետ, ապա իրավիճակը եւ հաշվեկշիռը կարող է փոխվել կամ կարող են ձևավորվել փոփոխության էական միտումներ։ Համաձայնեք, սա կարող է լինել Ֆրանսիայի համար անհանգստության բավականին շոշափելի պատճառ եւ առիթ եւ հետեւաբար նաեւ քաղաքական խանդի։ Հատկապես այն պարագայում, որ Ֆրանսիայի նախագահը ինքը տևական ժամանակ փորձում է Ռուսաստանի հետ հաստատել շփումներ եւ խոսակցություն, բայց առայժմ անհաջող։ Ամիսներ առաջ նա նույնիսկ իր խորհրդականին եւ օգնականին գործուղել էր Մոսկվա, որպեսզի կարողանա գլուխ բերել այդ շփումների հնարավորությունը։ Բայց այնտեղ նա արժանացել էր բավականին կոշտ վերաբերմունքի։ Մոսկվան չի վստահում Մակրոնին կամ համենայն դեպս ցույց է տալիս, որ չի վստահում, գուցե բարձրացնելով իր գինը։ Եվ հիմա տեղի է ունենում Գերմանիա-Ռուսաստան շփում, այն էլ Ադրբեջանում, որի հետ Ֆրանսիան ունի բավականին խորքային խնդիրներ, անգամ այն պարագայում, երբ հիմա խոսում են հարաբերության բարելավման եւ ինչ-որ նոր էջի մասին։ Ահա այս տեսանկյունից շատ ուշագրավ է, որ Ալիևի գերմանական այցից մի քանի օր անց, հատկապես Մերց Փաշինյան անմիջական հեռախոսազրույցից հետո, տեղի է ունենում Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույց, որից էլ մեկ օր անց, մեկ օր դադարից հետո Փաշինյանը նախաձեռնում է զանգ Մոսկվա եւ այնտեղ Պուտինը վերցնում է լսափողը։ Արդյոք այդ նախաձեռնությունը հենց Փարիզից չէր, այսպես ասած, փարիզյան խնդրանք չէր, կամ գուցե առաջարկ։ Մեծ հավանականությամբ կարող է լինել հենց այդ հանգամանքը, եւ հեռախոսազրույցը, որ տեղի է ունենում հետընտրական շրջանում առաջին անգամ, կարող է պայմանավորված լինել առավելապես հենց այդ հանգամանքով։ Հատկապես, որ Ռուսաստանն ինքը դեմ չի լինի, իհարկե, խաղալ Փարիզ-Բեռլին մրցակցության վրա։ Իսկ այս ամենը ինքնին բավականին ուշագրավ է առավել լայն համատեքստում տեղի ունեցող փոփոխությունների հանգամանքով, որովհետև մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ բավականին թեժ եւ ինտենսիվ դինամիկայի մեջ է ուկրաինական պատերազմը եւ ավելին այդ դինամիկան կարծես թե տեղափոխվում է ընդհուպ այս ուղղությամբ։ Ես նախորդին անդրադարձա Կասպիցում ուկրաինական հարվածին, երբ թիրախավորվել էր իրանական բեռնափոխադրող նավը, որն ըստ Կիևի ռազմական փոխադրումներ է իրականացնում Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Եթե հարվածներն արդեն տեղափոխվում են Կասպից, ապա սա նշանակում է, որ ընդհուպ գործ ունենք երկու պատերազմների միավորման հնարավոր սցենարի հետ, պայմանական միավորման իհարկե, բայց համենայն դեպս այդ տրամաբանությամբ շղթայի ձևավորման։ Եվ իդեպ այս տեսանկյունից շատ հետաքրքրական է հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո տեղի է ունենում Պուտին-Ալիև հեռախոսազրույց։ Այն տեղի է ունենում Պուտինի նախաձեռնությամբ, ինչպես հայտնել էր ադրբեջանական կողմը։ Եվ գրեթե կասկած չկա, որ այստեղ քննարկվում են ընդհանուր թեմաներ։ Եվ առավել հակված եմ կարծելու, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը ոչ այնքան անմիջապես բխում է հենց Փաշինյան-Պուտին զրույցից, որքան այն շղթայից, որ ներկայացրեցի Եվրոպայից մինչև Ռուսաստան, այս դեպքում Հայաստանի միջոցով, բայց որը գործնականում սկսել է Բաքվում Գերմանիա-Ռուսաստան շփումների միջոցով։ Եվ ձևավորվում են բավականին ուշագրավ սխեմաներ։ Եթե Բաքվում կարող է տեղի ունենալ Գերմանիայի եւ Ռուսաստանի շփում, ապա ինչու չի կարող տեղի ունենալ Փարիզի եւ Մոսկվայի շփում
արդեն Երևանի միջոցով։ Այս ամենը խոսում է իրավիճակի բավականին նկատելի փոփոխության մասին, ամենայն դեպս նոր տարրերի եւ նոր հանգամանքների ձևավորման եւ առաջացման, որոնք կարող են բերել նոր իրողությունների արդեն առաջիկա աշնանը։ Կրկնեմ, վերադառնամ հայկական գյուղմթերքին, այստեղ իհարկե բացարձակ ավելորդ է թվում խոսել այս հարցի կարևորության մասին, բայց դժբախտաբար կարծես թե այս հարցը հետաքրքրում է առավելապես այն մարդկանց, որոնք տուժում են սրանից, որոնք տուժում են արտահանումների արգելքից։ Մյուս բոլոր դերակատարների համար սա ընդամենը մանրադրամ է, ինչպես նշեցի, որը ենթակա է գլոբալ փոփոխություններին եւ գլոբալ օրակարգերի սպասարկմանը։ Իրերի այդ դրությունը պետք է փոխեր Հայաստանի կառավարության քաղաքականությունը, բայց այդ փոփոխության կարծես թե ոչ ցանկությունը կա եւ ոչ էլ կարողությունը։ Այս տեսանկյունից, ինչպես ասում են, խեղդվողների ձեռքի գործը, խեղդվողների փրկության գործը հենց նրանց ձեռքի գործն է։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե Հայաստանի հասարակությունը ինչպես կկարողանա առաջնահերթություն տալ իր տնտեսական խնդիրներին եւ ձևավորել Հայաստանում դրանց պահանջարկ, դրանց սպասարկման պահանջարկ։ Եթե դա տեղի չունենա, ես կարծում եմ Հայաստանի տնտեսությունը կշարունակի մնալ գլոբալ պրոցեսների մանրադրամի կարգավիճակում եւ կներառի ավելի ու ավելի նոր ոլորտներ այդ տեսանկյունից։ Եվ սա իհարկե առանձին անհանգստության առիթ է, բայց նաեւ անհանգստության առիթ այն լայն փոփոխությունների համատեքստում, որի մասին խոսել եմ թե նախորդին, դիտարկելով հարվածների, ուկրաինական հարվածների եւ հետեւաբար պատերազմի տեղափոխումը ընդհուպ Կասպից Կովկասին անմիջականորեն հարևան ռեգիոն, թե աշխարհագրական, թե աշխարհաքաղաքական իմաստով։ Եվ թե այն ռիսկերի մասին, որ արծարծում եմ նաեւ այսօր այս հեռախոսազրույցների թեմային անդրադառնալիս։ Կրկնեմ, սա արդեն Հայաստանի հասարակության ձեռքի գործն է, որովհետեւ քաղաքական դերակատարների մակարդակում այս հարցը չի հետաքրքրում որևէ մեկին։ Այդ թվում նույնիսկ Հայաստանի կառավարությանը, կամ եթե նույնիսկ դիտարկենք, որ հետաքրքրում է, ապա այստեղ Հայաստանի կառավարությունը չունի որևէ բան անելու կարողություն, որովհետև վաղուց բաց է թողել իրավիճակը, բաց է թողել ինքնահոսի այս տեսանկյունից։ Վերադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին եւ դիտարկելով, իսկ արդյոք հնարավոր է, որ հեռախոսազրույցը որևէ կերպ օգտակար լինի նաեւ այս հարցին։ Տեսականում չի բացառվում ոչնչով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ օգտակարությունը կարող է լինել պարզապես ինքնահոսի տրամաբանությամբ, կախված այն զարգացումներից, որ կլինեն վերը նշածս քաղաքական օրակարգի ավելի ընդգրկուն շերտերում։